Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, Արմենիայի եթերում ընտրության ժամն է եւ ժամի տաղավարում այսօր հյուրընկալել եմ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Տիգրան Աբրամյանին։ Բարի երեկո, պարոն Աբրամյան, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Աբրամյան, երեք կուսակցության ներկայացուցիչները հանդիպել էին կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի հետ։ Տեսանյութից հայտնի դարձավ, որ տնտեսական եւ մի շարք այլ հարցեր եք քննարկվել, բայց համացանցում ես մի քանի հրապարակումներ կարդացի, որ մի տեսակ տպավորություն է ստեղծվում, որ հունիսի 7-ի ընտրություններն արդեն կայացել են, դուք հաղթել եք, իշխանություն եք ձևավորել եւ մի տեսակ գործադիրի առաջին նիստն էր հիշեցնում։ Սա միտումնավոր էր արված, թե քննարկենք բովանդակությունը, թե ինչպիսի բովանդակությամբ է երեք հանդես եկել Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը, նախ մինչև իր խոսքը սկսելը, որը որ վերաբերում էր Հայաստանում սրընթաց բարեկեցություն եւ սրընթաց զարգացում ապահովելուն, նախ Սամվել Կարապետյանը անդրադարձավ այն պայմաններին, ներկայիս պայմաններին, որոնք որ այսօր Հայաստանում առկա են, որ ունենք եւ վերջին 8 տարիների ընթացքում այս իշխանությունը, ներկայիս իշխանությունը բերել է, դա ձախողված տնտեսությունն է, 3 պատերազմներն են եւ բազմապատկված եռաբլուժն է, 21% աղքատությունն է, որը որ 8 տարիների ընթացքում գրեթե չի նվազել, ի տարբերություն մեր հարևան պետությունների, դա 15 միլիարդին մոտեցող եւ միգուցե նաեւ արդեն գերազանցած պետական պարտքն է եւ նաեւ Սամվել Կարապետյանը անդրադարձավ այն հարցակումներին, որոնք որ եկեղեցու նկատմամբ վերջին ամիսներին արձանագրվել են, մի խոսքով արձանագրվեցին այն պայմանները, որոնք որ առկա են եւ ինչ պայմաններում որ Հայաստանի հաջորդ կառավարությունը ընդունելու է առկա իրավիճակը եւ նախանշվեցին այն ուղղությունները, այն զարգացման ուղղությունները, որոնք որ իրականացվելու են, խոսքը 15 օրվա ընթացքում համապատասխան փոփոխությունների կատարումն է հարկային օրենսդրության մեջ եւ փոքր բիզնեսը շրջանառության հարկից ազատումն է, մեր տնտեսական ծրագրի երկրորդ կետը 0% հարկ փոքր բիզնեսի համար, այնուհետև մենք խոսեցինք եւ պարոն Կարապետյանը ներկայացրեց 300,000 աշխատատեղերի ծրագիրը, որ սա լինելու է առաջնահերթություն ի տարբերություն ներկայիս իշխանությունների, որոնք որ ցանկանում են 300,000 ադրբեջանցիներ վերաբնակեցնել Հայաստանի Հանրապետության տարածքում, Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը ստեղծելու է 300,000 աշխատատեղեր մեր հայերի համար, հայ ժողովրդի համար, մեր հայրենակիցների համար։ Երեք ձեր կուսակից ընկերները կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեցին հունիսի 7-ին կանալիք ընտրությունների համար պահանջվող փաստաթղթերը, թեկնածուների անունները համամասնական ցուցակի, բայց կուսակցությունը դաշինքը կրելու է Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինք եւ ըստ օրենքի պահանջի Սամվել Կարապետյանի անունը դուրս է մնում այստեղ։ Տեսեք, մի կողմից կա քաղաքական բրենդի խնդիր, մյուս կողմից օրենսդրական պահանջ։ Մտավախություն չունեք, որ Կարապետյանի անունը չօգտագործելը կարող է ձեր շանսերը ավելի նվազեցնել։ Պարոն Նավաստանյան, մենք տեսանք, որ մտավախություն ունեն ներկայիս իշխանությունները, որոնք որ հապճեպ 24-օրյա ռեժիմով արտահերթ ազգային ժողովի նիստի օրակարգ բերելով այդ օրինագիծը, որը որ արգելվում էր դաշինքում օգտագործել անձնանուններ, ցույց տվեց, որ եթե ամիսներ առաջ ներկայիս իշխանությունները վախենում էին Սամվել Կարապետյանի լուսանկարից, այսօր նաև վախենում են Սամվել Կարապետյանի անունից, անուն ազգանունից։ Ի տխրություն մեր քաղաքական ընդդիմախոսներին վստահեցնում եմ, որ դա որևիցե ձև իրենց չի օգնելու եւ որևիցե խոչընդոտ մեզ համար եւս չի հանդիսանալու։ Ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին, այո, մենք ներկայացրել ենք համապատասխան փաստաթղթերը եւ ընտրական ցուցակը, պատրաստվում ենք ակտիվ ընտրություններին եւ ինչպես երեք մեր խորհրդի անդամ պարոն Արամ Վարդևանյանը նշեց, որևիցե խոչընդոտ չկա մեր կուսակցությունը չգրանցելու, մեր կուսակցությունների դաշինքը չգրանցելու։ Մենք վերջին օրերին տեսնում ենք, որ Ուժեղ Հայաստանը շարունակում է ընդլայնել իր կազմը կամ համագործակցության ձևաչափեր։ Վերջինը ապրելու երկիր կուսակցության հետ է, որը գաղտնիք չէ, որ մարզերում գրասենյակներ ունի, ավելի երկար ճանապարհ ունի անցած,
ինչ ձևաչափով է այս համագործակցությունը լինելու։ Ինչպես գիտեք, մարտի 31-ին կազմավորվել է Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը, որին որ մաս են կազմել եւ Ուժեղ Հայաստան կուսակցությանը միացել են նաեւ Նոր դարաշրջան կուսակցությունը եւ Միավորված հայեր կուսակցությունը, մինչ այդ եւ դրանից հետո էլ, ինչպես գիտեք, մի շարք կուսակցություններ եւ քաղաքական ուժեր իրենց աջակցությունն էին հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում Ուժեղ Հայաստան դաշինքին եւ Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին, նշելով, որ աջակցելու են հաջորդ ընտրություններում առաջիկա ընտրություններում Սամվել Կարապետյանի քաղաքական ուժին եւ տվյալ դեպքում եթե խոսում ենք օրեր առաջ ապրելու երկիր կուսակցության հետ ստորագրված փաստաթղթին, դա վկայում է մի բանի մասին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտը եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կոնսոլիդացվում է Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի շուրջ եւ մենք ինչպես նշել ենք, բոլոր այն նոր ուժերը, որոնք որ ցանկանում են եւ պատրաստ են համագործակցել, մենք բաց ենք այն քաղաքական ուժերի հետ համագործակցելու, որոնք որ պատասխանատվություն չեն կրում վերջին տասնամյակներում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի համար։ Քանի որ խոսեցինք ապրելու երկրի հետ համագործակցությունից, պարոն Աբրամյան, ապրելու երկիր կուսակցության հիմնադիր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը գտնվում է Բաքվի բանտում, դիմել էր Հայաստանի ՄԻՊ-ին, խնդրելով, որ այցելել Բաքու, ծանոթանալ իր եւ մյուս հայ գերիների պահման պայմաններին, առողջական վիճակին, գիտեք ինչ էր արձագանքել Հայաստանի ՄԻՊ-ը։ Ձեր գնահատականը։ Գիտեք, իհարկե ապշեցուցիչ է այն քաղաքականությունը, որը որ որդեգրել է Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը Բաքվում գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ, երեք իդեպ իր խոսքում Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը անդրադարձել է նաև այդ հարցին, ընդգծելով, որ ի թիվս այլ խնդիրների մենք ունենք նաև այսպիսի ամոթալի դրվագ, որ այսօր Բաքվում մեր հայրենակիցները, լավագույն հայերը գտնվում են գերության մեջ եւ մենք բերելու ենք փոփոխություն եւ այդ փոփոխության շրջանակներում նաև մեր պետությունը լինելու է ունենալու է ուժեղ դիվանագիտություն եւ մենք կարողանալու ենք մեր հայրենակիցներին վերադարձնել Հայաստանի Հանրապետություն, հայրենիք եւ այդ ամոթալի էջը փակվելու է։ 2023-ին Արցախի հայաթափումից հետո ավելի քան 100,000 արցախցիներ, մեր հայրենակիցներ տեղափոխվեցին Հայաստան, բայց վերջին շրջանում թվեր են հրապարակվում, որ նրանց մի մասը Հայաստանում, այսպես ասած, իրենց տեղը չեն գտնում եւ Հայաստանից հեռանում են։ Եթե դուք գաք իշխանության, ինչ եք անելու, որ արցախցիները հիմա էլ Հայաստանից չհեռանան։ Առաջին հարցը, ինչը որ շատ կարևոր է, դա արցախահայերի համար ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի իրենք Հայաստանի Հանրապետությունից չհեռանան։ Դրա համար ինչ է պետք, առաջնային հարցը տնավորման հարցի լուծումն է։ Մենք այսօր տեսնում ենք եւ շփում ենք ունենում հազարավոր արցախահայ մեր բարեկամների հետ եւ տեսնում ենք, որ պետությունը որևիցե ծրագիր այդ ուղղությամբ, որևիցե լուրջ ծրագիր այդ ուղղությամբ չի իրականացնում։ Կան ինչ որ ծրագրեր, բայց շահառուների թիվը նայելով տեսնում ենք, որ դա բավարար չէ։ Բնականաբար ստեղծված իրավիճակում արցախահայերը ինչ պետք է անեն։ Ճարահետյալ ստիպված են լինում հեռանալ, ոչ, արցախահայերը պետք է բնակվեն Հայաստանում, պետք է մինչև համապատասխան միջազգային երաշխիքների ստեղծումը պետք է բնակվեն Հայաստանի Հանրապետությունում եւ մենք պետք է նաեւ համապատասխան պայմաններ ապահովենք իրենց համար։ Այսօր Հայաստանի իշխանությունները գնում են Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու ճանապարհով, բայց այս ճանապարհին ցանկանում են Ղարաբաղյան հակամարտության էջը փակել։ Դուք այլընտրանք ունեք այս հարցի։ Ունենք հստակ դիրքորոշում, այն է մենք զրոյական կետից որևիցե բանակցություններ չենք սկսելու։ Արկածախնդրությունը, որը որ ներկայիս իշխանությունների մոտ կար 2018 թվականին եւ իրենք զրոյական կետից սկսեցին, տեսանք ինչի բերեց 3 պատերազմի, 4000-ից ավելի սով, 100,000-ից ավելի տեղահանված, բռնի տեղահանված արցախահայություն, տեսանք օրեր առաջ ջնջվող եւ ապականվող հայկական մշակույթ, այդ ճանապարհը մենք չենք բռնելու, մենք գիտակցում ենք այն պատասխանատվությունը, վերջապես պետություն է եւ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների հանդեպ բնականաբար պետք է հետեւողական լինել։ Սակայն դա չի նշանակում, որ մենք չենք փորձելու եւ չենք իրականացնելու այդ ուժեղ դիվանագիտությունը, այն է
արժանապատիվ հարաբերություններ մեր հարևանների հետ եւ այն առաջին հերթին այն հարևանների հետ, ում հետ մենք այսօր ունենք չկարգավորված հարաբերություններ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Մենք ուժեղ ենք լինելու այդ հարաբերություններում, մենք ուժեղ ենք լինելու տարածաշրջանային մեր մյուս պետությունների հետ հարաբերություններում եւ մենք ուժեղ ենք լինելու տարածաշրջանի եւ աշխարհի բոլոր մայրաքաղաքներում, բոլոր կենտրոններում։ Պարոն Աբրամյան, քանի որ ուժեղ Հայաստանը քաղաքական հայտ է ներկայացրել եւ պատրաստ է իշխանություն ստանձնել, տեսեք, կարող է ստացվել մի իրավիճակ, երբ կշեռքի նժարին լինի Ղարաբաղյան հակամարտության էջը փակելու գործընթացը եւ խաղաղության պայմանագիրը եւ դուք ստիպված լինեք ընտրություն կատարելու։ Այս դեպքում ո՞րն է լինելու ձեր քայլը։ Տեսեք, ինչպես մենք ասացինք, զրոյական կետից չենք սկսելու բանակցությունները։ Մենք գիտակցում ենք այն ողջ պատասխանատվությունը, որ Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է եւ մենք արկածախնդրությամբ, ինչպես ներկայիս իշխանությունները չենք զբաղվելու, մենք հաշվի ենք առնելու հայ շահը, Հայաստանի շահը, մեզ համար կան հստակ կարմիր գծեր, որոնք որ անցնել երբեք չի կարելի, դրանք են Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես գիտենք, մենք այսօրվա դրությամբ ունենք օկուպացված տարածքներ։ Հայաստանի Հանրապետության շուրջ 250 քառակուսի կիլոմետր տարածք գտնվում է մեր հարևան պետության վերահսկողության ներքո եւ մենք համապատասխան արձագանքներ եւ համապատասխան քայլերը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից եւ իշխանությունների կողմից չենք տեսնում, այսինքն միջազգային այցաններում այդ հարցը այնպես չէ, որ օրակարգային է։ Ասում են սահմանազատումը կլուծի այս հարցը։ Սահմանազատման մասով մենք տեսնում ենք, որ Հայաստանը թույլ դիրքերից է բանակցում եւ ընդհանրապես մենակ սահմանազատումը չէ, որ այդ քաղաքականությունը, որ այս կառավարությունը որդեգրել է, հրաժարվում են մեր ազգային ինքնությունից, մեր խորհրդանիշերից, այդ ճանապարհը բռնած զիջումների ճանապարհը բռնած հաստատ լավ բանի մեջ չի բերելու։ Մենք շատ լավ հասկանում ենք այսօր ինչ վտանգներ կան եւ Ադրբեջանն էլ, ինչպես ասում են, ախորժակը գալիս է ուտելու ժամանակ, ավելի է, այսպես ասած, առաջ քաշում իր պահանջները եւ այսօր արդեն բաց խոսվում է 300,000 ադրբեջանցիների Հայաստան վերաբնակեցնելու, իրենք ասում են բնակեցնելու մասին։ Դա անընդունելի է եւ մեր Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է համապատասխան արձագանքի, դա թույլ կառավարման, թույլ առաջնորդության արդյունք է։ Այդպես խաղաղություն չեն հաստատում։ Սա թույլ խաղաղություն է, կարճաժամկետ խաղաղություն է, պետք է վերջ դնել այս զիջումների, միակողմանի զիջումների ճանապարհին, Հայաստան այլևս զիջելու բան չունի, պետք է հաստատվի խաղաղություն, արժանապատիվ խաղաղություն, որտեղ հաշվի են առնվելու Հայաստանի Հանրապետության ազգային շահը։ Մյուս կողմից մենք այսօր Ադրբեջանի հետ առևտրատնտեսական հարաբերություններ ենք փորձում խորացնել, մասնավորապես Ադրբեջանի տարածքով եւ Ադրբեջանից որոշակի ապրանքներ, մասնավորապես նավթամթերք է ներմուծվում։ Տեսել ենք, որ գիծը շարունակելու եք։ Այստեղ եւս պետք է արժանապատիվ հարաբերություններ լինեն եւ մինչեւ առևտրատնտեսական հարաբերությունների հաստատումը այլ նաեւ առաջնահերթություններ եւս կան։ Իսկ այս առևտրաշրջանառությունը, որը որ կա, սա ինչ որ ավելի շատ թատրոնի է նման, ճիշտ ասած, պետք է կոմպլեքսային հարցը լուծվի, պետք է Բաքվի բանտում գտնվող հայ գերիները անհապաղ ազատ արձակվեն, պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիրը, մեկից ավելի երաշխավորող, պետք է ունենան երաշխավորներ, ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա այո, խաղաղ հարաբերությունների կարգավորումից հետո մենք ունենալու ենք եւ պետք է ունենանք տնտեսական հարաբերություններ մեր հարևան, մեր բոլոր հարևանների հետ, թե Թուրքիայի, թե Ադրբեջանի, սակայն մոտ եկեք տեսնենք էլի հիմա ինչ է կատարվում։ Բաքվի բանտում մենք ունենք, ինչպես երեք պարոն Կարապետյանը բնութագրեց, լավագույն հայերը այսօր գտնվում են Բաքվի բանտում։ Սա անընդունելի է եւ մինչև խաղաղության մասին խոսելը պետք է հաշվի առնել այս հանգամանքները, որ այսօր Ստեփանակերտում հայկական եկեղեցի է հիմնատակ քանդվում, այսօր Բաքվում ունենք գերիներ, այսօր Ադրբեջանը խոսում է 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցնելու մասին։ Այդպիսի խաղաղություն դա թույլ եւ շատ կարճաժամկետ խաղաղություն է, դա խաղաղություն չի, դա պատերազմի նախերգանք է։ Մեր ներքին հարցերից խոսենք, տնտեսության զարգացման ձեր մոդելից եւ նպատակներից,
Ուժեղ Հայաստանն առաջարկում է 300,000 նոր աշխատատեղ ստեղծել, Նարեկ Կարապետյանը նախորդին տեսանյութեր տարածել չգործող գործարաններից, որոնք առաջարկում են, որ ձեր իշխանության գալու պարագայում դրանք պետք է գործարկվեն։ Իշխանությունը, պարոն Աբրահամյան, հակադարձում է, որ Հայաստանում 300,000 աշխատատեղի կարիք այսօր չկա, հղում անելով այն թվերին, որոնք առկա են վիճակագրական ծառայություններում, մասնավորապես աշխատանք փնտրողների համար։ Այսօր Հայաստանի Հանրապետության բնակչությունը 3 միլիոն է եւ ըստ պաշտոնական վիճակագրության աշխատողների թիվը Հայաստանի Հանրապետությունում շուրջ 800,000 է։ Եթե հանում ենք թոշակառուներին, մանկահասակ երեխաներին, դպրոցականներին, ապա տեսնում ենք, որ մոտ 800,000-ից 1 միլիոն մարդ իրենց մասին որևիցե տեղեկություն չկա, այսինքն իրենք գործազուրկ են, թե գործազուրկ չեն։ Այնտեղ նաև բնականաբար կարելի է հաշվի առնել այն քաղաքացիներին, որոնք որ գյուղատնտեսությամբ են զբաղվում, բոլոր դեպքերում մենք տեսնում ենք, որ շուրջ 800-ից 1 միլիոն մեր հայրենակից աշխատանք չունի։ Ինչ վերաբերում է գյուղատնտեսությունը, գիտենք, գյուղատնտեսությունը սեզոնային է եւ տարվա մեջ տարվա 70%-ը այդ մարդիկ ունեն ազատ ժամանակ եւ կարող են բնականաբար ունենալ նաև այլ զբաղմունք, այսպես ասած հիմնական աշխատանք եւ մեկտեղ էլ այն գյուղատնտեսության հետ։ Եվ բնականաբար այն թվերը, որոնք որ ներկայացվում են, իրենք փաստացի իրականությանը չեն համապատասխանում։ Դուք որ գնում եք գյուղեր, պարոն Նավասարդյան, լինում եք գյուղերում, չեք տեսնում, որ համատարած գործազրկություն է։ Մտեք գնանք գյուղերով նայենք էլի կամ գնանք մարզային քաղաքներ եւ տեսնենք էլի ինչպեսի իրավիճակ է այսօր։ Համատարած գործազրկություն է, համատարած։ Նաև աշխատավարձերն եւ գյուղերը դատարկվում են։ Եվ դուք ասում եք, որ դուք կարող եք բարձրացնել մարզերում աշխատավարձը, որ մարզում բնակվելը լինի ավելի գրավիչ եւ մարզերից քաղաքացիները չտեղափոխվեն Երևան։ Գիտեք, այն ինչ մենք հիմա տեսնում ենք, այսինքն որ գյուղում աշխատանք չկա, մարզային քաղաքներում աշխատանք չկա, բնականաբար բնակչությունը սկսում է գալ կամ Երևան, լավագույն դեպքում, վատագույն դեպքում հեռանալ օտարերկրապետություններ, այնտեղ իրենց բախտը փնտրելու, այնտեղ աշխատանք փնտրելու։ Մենք ստեղծելու ենք 300,000 աշխատատեղեր եւ առաջին քայլը, այսինքն այդ 300,000 աշխատատեղերի ծրագրային կետերից մեկը Հայաստանում Հայաստանի Հանրապետության արդյունաբերականացումն է, ստեղծել արդյունաբերական ձեռնարկություններ։ Մենք խոսել ենք դրա մասին, գիտեք Պղնձաձորարանի ծրագիրը, գիտեք Վանաձորում նավթավերամշակման համալիրի կառուցման ծրագիրը, գիտեք մեր երկրորդ կետը փոքր բիզնեսի մասին, որ ազատելու ենք, ինչպես արդեն նշեցի, 0% հարկ ենք սահմանելու, դրա շնորհիվ առաջիկա տարիներին նաև տարեկան այդ ոլորտում 10,000 նոր աշխատատեղ է ստեղծվելու։ Մենք գիտենք, որ վերջին տարիներին ներկայիս կառավարությունը համապատասխան փոփոխություն իրականացրեց եւ 5% շրջանառության հարկը դարձրեց 10%։ Դրա պատճառով տարեկան շուրջ 3,000 տնտեսվարող փակվում են Հայաստանի Հանրապետությունում եւ եթե հաշվենք, այսինքն 3,000-ը միջինում 3 աշխատող ունեն, տարեկան շուրջ 10,000 փոքր բիզնեսում աշխատող քաղաքացի գործազուրկ են մնում։ Եվ մենք գալիս ենք այդ իրավիճակը փոխելու, մենք բերելու ենք փոփոխություն տնտեսության մեջ եւ 300,000 աշխատատեղերը փոխելու են մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքը։ Գյուղերում, մարզային քաղաքներում, մայրաքաղաք Երևանում ստեղծվելու են նոր աշխատատեղեր, տեղի ունենալու պետության արդյունաբերականացում, փոքր բիզնեսը աճելու է, միջին բիզնեսի համար բերելու ենք այդ տեղայնացման ծրագրերը, այսինքն միջին բիզնեսը հնարավորություն է ստանալու ներմուծման փոխարինման ծրագրի շրջանակներում տարբեր արտադրություններ հիմնել եւ Հայաստանի արտաքին առևտրային բացի աշխատատեղեր ստեղծելուց նաեւ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի բալանսը հօգուտ Հայաստանի Հանրապետության կարգավորել, այսինքն ներմուծումը փոխարինվելու է արտահանման։ Այդ փորձը մենք ունենք Հայաստանի Հանրապետությունում մի քանի արտադրություններ կան, որոնք որ ժամանակին Սամվել Կարապետյանը հիմնել է եւ նույն օրինակի համար մալուխների գործարանը կամ տրանսֆորմատորների գործարանը, որոնք որ նախկինում Հայաստանի Հանրապետությունը ներմուծել է օտարերկրապետություններից, այսօր Հայաստանի Հանրապետությունը ներմուծողից դարձել է արտահանող պետություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում էի Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյանի հետ։ Ցտեսություն։